Ակների կարմիր կղմին դրետանիքներից մեկի հարկի տակ իսկական սիրային սկանդալ է հասունանում։ Մարդ չգիտի պատճառը ուշաշունն է, թե ուշաշնանային երկար-բարակ զրույցները, բայց Սուսան տատն ու Սուրեն պապը հաճախ են հիշում իրենց անցած գնացած ժամանակներում ծլած սիրո մասին։ Կյանքի 65-րդ աշունը միասին դիմավորող տատն ու պապը անցյալի մասին հիշողությունները պահում են որպես հուշ, կորած գտնված սիրո, բայց ամենակարևորը ջահելու երանելի տարիների կարոտալի հուշեր։ Ասած ուրիշ սիրածուն է, ես բան չեմ Ասում ես, պապի 65 տարի ամուսնացել ենք, 67 տարի է։ Ես իրան ասեմ գնա։ Հա, 6 տարի էր սիրել։ Միամիտ ու պարզ աղջիկը 6 տարի շարունակ սիրահարված էր համագյուղացի մի տղայի, սերը որ պիտի հարսանիքով ավարտվեր, վերջացավ բաժանումով, իսկ սիրած տղան գնաց Եվրոպա ու վաղուց երևի Սուսանին չի էլ հիշում, իսկ տատը հաճախ է հիշում պատանեկան սերը, երբ աչքը կպչում էր մի կետի ու թվում է մի պահ նորից 16 տարեկան է, հետո ծիծաղում է ու պապի հոգու հետ խաղում։ Իմ հերուս աչքից մարդ էր շատ, որ մի տեղ էլ գնեի, չէ, եկ մի հետս տանեի, որ տենա, որ իմ հեր մի տեղից գալիս է, դե սարում բան, տենա գալիս է, ինձ զգուշացնի, ես փախչը, խանգարողնի շատ էլ է։ Ադես եմ վաստը խանգարողնի շատ էին, էլի շատ էին, հա։ Այդ տղին գնաց, տեղա չի ստացվում, բան, չգիտեմ, խանգարեցին, թենց էլ գնաց ինքը ամուսնացավ մի Գերմանիա ապրում։ Գերմանիա ապրում։ Ես էլ եկել եմ որնակ ծնվել եմ, որնակ էլ մնում։ Սուրեն պապն էլ հաստատում ու ստորագրում է Սուսանի ամեն խոսքի տակ, ով, բայց ինքը հո լավ գիտի ինչ բան է չարակամների պատճառով սեր կորցնել, իր գլխով անցածն էլ էլի նրան ձեռքի արածներ։ Ինձ էլ ուզող կար։ Ինձ էլ հենց ինձ կար ուզող կար, բայց այդ էլ ցենց ստացվեց, ինձ էլ խնամեցին։ Քեզով խնգարեց։ Մինը կալելի։ Դու սիրեիր, թե քեզ սիրեին։ Ինքն ինձ սիրեր, բայց այդ էլ խնամեցին։ Երևի բան կարելի որ նրանք խնգարեցին ինչային, ցենց էլ վերացավ այդ բանը։ Մի գյուղից էին, բայց իրար չէին ճանաչում, բայց Սուսանին այնքան գովեցին ու գովեցին, որ Սուրիկի խորտ մայրն ու հայրը մի օր տղային վերցրին ու գնացին աղջիկ ուզող։ Առաջին փորձից մերժվեցին, բայց դե գիտեին, որ կարգն է այդպես, եթե առաջին անգամը հասեին գյուղում խայտառակ կլինեին, կասեին աղջիկը տանն է մնացել, առաջին ուզողին տվին, վայ դրանց նամուսին։ Չեն երկար չտևեց, փեսացու ինչ կորցնելու համար մի քանի օր անց խաբար ուղարկեցին, թե եկեք ուզելու, իմացել ենք ձեր ընտանիքի վարք ու դիրքը համաձայն ենք, եկեք տարեք։ Դե իրան вообще չէ, մի գեղի մարդիկ ենք, բայց Վրաստանում չնալ չենք ոչ իրար, դա սաբաբով էլ։ Այդ սաբաբներ իմ աղբորս կնգա գիծ հարսներ։ Նա արավ ես էլ ասի, ես իրան չնանչում չեմ, մի գեղացինք, բայց մեր տունը որդի, իրանցը որդի, դեմ հորանց տունը ստյան շատ է հեռու։ Ես ասի իրան չնանչում եմ ուշտե հացեմ, Աշաբան համար, ես մի տան համար, շատ կրիգ են։ Եմ որ ասմա բախտի ուս մաչ բանել էլ է, բախտից փախչեմ, ասմա թախտից փախչեմ, բախտից որ փախ չես կարա։ Բայց ինքը չհավանեց։ Ինքը նարդիզի ես չկասեմ։ Ինքը չհավանեց։ Սերեդին ջուր տարելի, տարադրի իրանց են բանունին, կոմունին, առաջաբանի պես։ Նրանց սեղաներ կդա, նշտաներ կդա։ Այդ նշտանի վրա, այդ բանը էզի ու ճանացավ ասի թող ինչ ուզման։ Էդ էր պակաս կինոմեխանիկ Սուրենը հավանողներ չունենար։ Ջահել առնական տղա էր Սուրենը, որ կինոմեխանիկի աթոռին նստելու պահին իրեն զգում էր ամբողջ դահլիճի սրտի տերը։ Ցուցադրում այն տարիների ամենահուզիչ հնդկական ֆիլմերը, որտեղ հերոսները մի երգով կարողանում էին հայտնվել անտառում, լեռան վրա, գետում ու մի քանի անգամ զգեստափոխվել, դեռ մի բան էլ հայտնվել պարային մրցույթների բեմում։ Կինոժապավենները գործի գցելուց րոպեներ առաջ կինոդահլիճի դռները ջարդելով ներս էին մտնում արդեն անասունները խնամած, տան բոլոր աշխատանքներն ավարտին հասցրած կամ կիսատ թողած, ակումբ աղջիկ հավանելու եկած ու բոլիվուդյան գեղեցկուհիներին սիրահարված տղաներն ու սրտերն արագ բաբախող շփոթված գեղեցկուհիներ։ Աղջիկներն առաջին շարքում, տղաները վերջին շարքում, բայց դե հեքիաթի հերոսի Սուրենի ուղղությամբ, որը հնդկական կինոյի տղաների նման երգել, պարել ու ծամածրվել չգիտեր, բայց եթե Սուսանին հարցնենք, ապա հնդկական կինոյի ամենալավ ու գեղեցիկ տղայից էլ հմայիչ տղա էր։ Տատն էլ
էլ հնդկական կինոյի սիրահար էր ու միշտ առաջին շարքերում նստած, Սուրենին մոռացած թաց աչքերն էր ուշացած սրբում, բայց Սուրենին Խորհրդային Միության աշխատանքային օրենսգիրքն ու շրջանային կինոցանցի տնօրենը հորդորում էին աշխատանքային պոստում հուզվել, լացել, բայց մոռացել էին արգելել, որ աչքը կտրի Սուսանից ու կինոժապավենին նայի։ Դրա պատճառով էլ ժապավենը շուտ-շուտ կտրվում էր ու դահլիճը հանդիսականի սուլոցների ուղեկցությամբ ընկղմվում էր խավարի մեջ։ Հնդկական կինոյի բալեշչիկ է։ Որ կինոնին սիրեիր հնդկական։ Մինը բանը են Բարոն Չորսարուքսանը։ Միննե կարե փոշմեջին գացակ համ շատ լաց է Սանգամը որ։ Վերնեխն բեզ վերդրուց գնաց է Ենքան լաց է մելը որ ասես հերիքա։ Բրնչկուտակին էլ են այդ պրոստիրով կինոս անստվել։ Հա այն որ դա ավրեխին վերդրուց ու փոշմեջին գաց ծաղիկը։ Ուրեխին որ վերդրուց ինքը լամբուզեր գնա ուրեխին փեշիցը քաշեց նասը հենց հավու գնալ Այնքան լաց է մելը համարյա որ Որեկավոր որ գալիս արդեն պաշտպանումը սա այդ մոմենտին լացել է։ Դե մոմենտին բոլորն էլ Դե մարդը որ սիրտու խարանում մի զատելա չի։ Հնդկական կինոների երանելի ժամանակների լեբլեցուն դահլիճների հիշողությունները մինչև հիմա բորբոքում են այն հին բարի ջերմությունը, որ ապրում էին երիտասարդ Սուսանն ու Սուրենը, ու չգիտես ինչու թվում էր, թե կյանքը լինելու է այնպիսին, ինչպիսին էին էկրանին գունավոր, լի երգով, ծիծաղով ու անպարտելի սիրո անվերջանալի հաղթանակներով, սակայն իրականությունն այսօր բոլորովին այլ է։ Գեղեցիկ տեսարանների փոխարեն առօրյան բերում է իր դժվարությունները, սոցիալական, առողջական խնդիրներ, հազար ու մի տեսակի հոգսեր։ Տատն ու պապը գոյատևում են կենսաթոշակով դժվարությամբ մեծացնում իրենց խնամքին մնացած թորնիկին։ Դա էտա մեր փայտը, դա փողը դերսկի տվել չէ։ Փայտը բերել են, փողը տվել չենք։ Չկա էլի այնքան չենք ստանում որ 35000 դրամի թոշակն է 35-ը։ 18-ը նպաստն։ Երեխու համար։ Այո, երեխա համար։ Թե որ անմերա։ Բայց դե չենք։ Խնամակալ է ես է։ Խնամակալ ինքնա։ Տղես աշխատեր։ Ինքն աշխատեր, լավ էլ ապրենք, մի 35000 դրամ թոշակ ենք ստանում, 35-ինքը 35-70000 70000 դրամը, ինչ բանա որ կարին աս ամեն ինչն ապահովակ ամեն ինչը ոնց պետք է անից էլ անից։ Այդ յուղ են գնում էլ ապրում։ Ես օրինակ էսա 80 տարեկան 79-ն է, համի էսա 80-ն եմ մտնում, ես էլ կարամ ապրանք այն ցավտ, արի մի կեպ Ամեն ինչ էլ քալամել եմ ծախել, բարուն ծախել եմ, պամիդոր ծախել եմ, ամեն ինչ, բայց չեմ կարող, 76 էլ ես եմ։ Էլ ժամանակ մարդիկ։ Էժաներ շատ։ Շատ էժաներ։ Մի հացը 30 կոպեկ։ Իսկ հիմի խանութից գնում ենք բան են վերնում, չէ։ Մի թիքա մի պատար հացուտեր կշտանել, բայց մի որ նստես օրինակ հակառակ դեպքում մարդ կայ մի հաց ուտես չի չես կշտանալ։ Ոչ մի սննդի մեջ բան չկա։ Ոչ մի բան։ Սնունդ չկա էլի մեջին, բանի ապրանքի մեջին նուտ չկա ցավատան է։ Ինչքան բան ես անում չես կարող բան անել։ Ջահել ժամանակ մի գյուղ էր մի Սուսան, հանդուչոլ էր անում սինդրիկ ու սունգ բերում վաճառում, այգի անասուն ամեն ինչ տեղը տեղին էր։ Հիմա երկուսն էլ ծերացել են ու առողջական հազար ու մի խնդիր ունեն, բայց տատնելի ակներասարի իրենց հողամասն անմշակ չի թողնում։ Թորան հետ մի քանի կիլոմետր քայլում է ու մշակում, այնտեղի հողը լավն է, ասում է։ Բայց աշխատող երեխա է, շատ աշխատող։ Որ ամբողջ օրը աշխատասնես։ Ո՞ր սկսերն էլ կշխատ։ Խիղճդ որ կորցնես, ետ չի դառնա որ աշխատող երեխա է, բայց սովորելը մի քիչ չուզ։ Ինչ ուզում ես աչուզ։ Աշխատող, շատ աշխատող է, շատ։ Որ սարն են գնում, չէ՞։ Այն անգամ կարծեմ դուք էիք, հա, դե հարե ինքը արխնարերը ես ցանելով եմ որ դե հա չեկել եք չէիք հավատալ, ասել է տարիքի եղել դե բանկանի։ Ինքը արխնարերը։ Ես ինչքան պետք է, չէ։ Թողոջ որ ես կտորե։ Ոչ ինչ թողոջ, ոչ չորը։ Ասավ ես կտորե։ Ինքը կարծին է վերակալու ինքը չղատ է։ Ոչ թե որ իրենցն է դրա համար են գովաբանում, այլ տեսել են, թե ոնց են գյուղի ջահելները պարապ-սարապ փողոցները չափչփում, էսու են պատի տակ հեռախոսի մեջ խորացած ժամանակ սպանում ու իրենք աշխարհով մեկ են լինում, որ իրենց դաստիարակած տղան աշխատանք սիրող ու ուրիշի աշխատանքը գնահատող մարդ է մեծանում։ Այդ ջահելությունը, մի ջահելի չես կարող ասես այս բանը գնա։ Դանակ կանի վեր, կամ տրետյանի, կամ դանակ, բայց այն ժամանակ հարգանք պատիվ կարծավատան։ Այդ մարդիկ ու հմիկվա հմիկվա մարդիկ։ Սվորն էլ է շատ տարբեր ազիս, այն ժամանակվա սերունդն ու հմիկվա սերունդը շատ տարբեր են, շատ։ Ես մինչև 8-ը գնացել եմ ստեղ, 8-ն ավարտել եմ, գնացել եմ ենք ես Պորսկար,
Ընդեղ էլ գիշային եմ գնացել։ Ընդեղ էլ եմ վերջացել։ Հետո գնացել եմ Երևան։ Մի տարի 6 ամիս կինոմեխանիկ եմ սովորել։ Այ բալաջան ընդով ավելի լավն էր։ Թե երիտասարդությունը, թե մարդկությունը, թե հարևանական։ Ընդով մինը որ մի կտոր հատ ճարեր, բոլորին էլ հարևանին կանչել մի բանը, միտեղ Սարմն եմ ասում, ինտերամս ասած վաղտ։ Սարմը նստեին մի սիրուն կանաչ տեղ կար։ Այդ կանաչ տեղը ամեն մինը ատանց մի բան բերնա, մի բան բերնա, եկասեր անսարքեն նստե։ Իսկ մի որ մինը մի բան անում, չէ, դուրը փակում է, մի չկրում չանգալը գզում նստում Հիմիկ բա սերունդը, հիմիկ բա ժողովուրդը շատ տարբեր է, ընդորվանից։ Ընդովել եմ ասում հարգանք կար, պատիվ կար, նամուսն էլ են ծախել արդեն ազգ ջան։ Հիմի չկա տենց բաներ։ Ընդով որ դասատուն տենենք տապանեինք, հույասենք ամոթ համես։ Հաշենք մի դեր տապանեինք։ Կամ ասենք դասատուն հացավուտում, այդքան միամիտ ենք էլի, բայց մի գվարեղ ենք։ Բայց մի գվարեղ են այսքան երեխեն էլ չես կարա բանանել։ Այս հերախոսը համահանեց արыз։ Այսքան երեխեներ, մի հերախոսն էլ մի ջեբում հերախոսն մի ջեբում տանակը։ Սուսանտատը երբեմն հին պատմություններից բացի հիշում է հին ու բարի ժամանակները, երբ մարդիկ ապրում էին համեստ, միևնույն չափի հնարավորություններով ու ոչ ոք չէր առանձնանում մյուսից այնքան որ աչք ծակեր։ Այդ տարբերությունները մեծացել են, հնարավորությունները անհավասար դարձել ու մարդը հաճախ իրեն զգում է անտեսված ու մոռացված, որն էլ ավելի ընդգծում անցյալի ու ներկայի հակադրությունը։ Մեկին ավարանում, մեկին խավարանում, մեկին բրցրացման, մեկին գծում փոսը։ Ոչ, բոլորին պետք է, բայց այն ժամանակ sense բան չկար ազի ջան։ Համի շատ տարբերություն կա։ Եթե մինը մի քիչ լավ ապրել, չէ, այն կողքին եթե բանը լավ չէ, փոխանակ փոսից հանեն գծում են ջինը փոսի մեջ, հանում չեն։ Դրանք մեր պետք է ամեն տեղել բանարած կենաս որ քաշված կերմա մնալ լինի դեպ ապրիկ։ Բարը լուստուրու անցկաց, կարող է շշկրված մի բառ ասած մի տեղ մի բանը եկապան։ Ալի ջան, սա ապրիկ չի որ ապրում ենք։ Առաջ ավել լավ։ Քանսեն։ Համի շատ տարբերություն է։ Անդորվա փողի միջին գոլ կար, բան կար, անդորվա ինձ այնքան փող էր ունիմ, որ անդորվա մարդկությունը հմիկ բանը շատ տարբեր, շատ։ Ոնց որ լալվանու սբլիսը կարան իրար կողքի կանգնեն, չէ, նանդյան կարաչի գաստից տանել կարաչինա գնան։ Համինուն բանն ազի չէ։ Շատ տարբեր։ Անդով մարդկություն կար, պատիվ հարգան կար, նամուս կար, ամեն ինչ կար։ Հիմա այդ չին վերացած։ Յուղը վրան 224-ի փող ունեի բանկում, ասում է պապը։ Խոպանում էր աշխատել ու փոշմանում է, որ աշխատածը բանկ է գցել, փոշմանում է նաև, որ ամեն ինչ թողել ու էլի գյուղ է վերադարձել։ Դրսում մնար, ամեն ինչի տերել կդառնար, ասում է։ Գիտես ինչի համար եմ փոշմանը։ Որ ես ուզեի այնտեղ պետք է մնացելի, մի հատ տուն էի եկալ կամ մի բուն էի դրել ու եկել ընտանիքս տարել, բայց ինձ շատ են ասել, շատ ասեին։ Բայց ես ընտանիքս չեմ թողել, եկել եմ ու միլ փոշմանել եմ։ Հիմա դեռ արդեն ոնց ասած գերմանի մարդ եմ դարել, միշինա պետք է գնալ։ Լավ կուզենա, որ գնամ, բայց ուշա։ Ես այսօր կամ եք վաղը չէ, ինձ արդեն հելակ չել։ Պակաս պրատը ոչինչ ասում են, կարևորը խաղաղություն լինի, ասում ու իրենց ասածին այդքան էլ չեն հավատում տատն ու պապը։ Թող մի քիչ պակաս ապրին, բայց պատերազմը չի։ Այնքան կռիվ չի ցավոք։ Այնքան ընդով այնքան մարդ գնացել է, կեր Շատ չի։ մարդ գնացել։ Հիմա ես որ ես վերջում այդ տրանսպորտ գրին դովել այնքան ջահելություն գնա։ Շատ ջահել։ Որտեղ ենք հիմա դրա ահուսար սապտերնա մեր։ Չափի։ Նա ասում է որ մենք նրա բուրը մտնենք, այն հայերը տենց շուտ կոտրվող չեն ազգի։ Ինչի։ Դուք ո՞ղ եք ապար մենք էլ։ Հիմա ես հասակում, եթե ասենք օրինակ ինձ տանեն, ես կգնամ։ Թող սպանեն։ Բայց դու գիտեմ հաղթանակը մենք պետք է տանենք։ Կարաչս գիտեմ։ Ես էլ վեք գնամ կերտամ, քիչ եմ գնամ, ինչի՞ չեմ գնամ։ 40 տարեկան մարդ է, բայց կգնամ, ինչի՞ չեմ գնամ։ Կարող է չթողեն կրակելու, բայց օգնելու օրինակ մի բան օգնելու կլի։ Հնդկական կինոյում ծնվածները դարձավ մի կյանքի պատմություն, որ երբ ետ են թերթում կարոտ առաջացնող հուշերը հենց այդ տարիների մասին են, երբ ջահել էին առույգ, առողջ ու երջանիկ, քանի որ ապագան հնդկական կինոյի նման անհոգ, ուրախ ու գունավոր կյանք էր խոսանում։ Հիմա իրենք էլ են զարմանում այդ ինչ արագ ու այդ ինչպես փոխվեց աշխարհը, որ իրենց լավագույն օրերը մնացին միայն պատանեկան սիրո, ակումբի կիսամութ դահլիճի վերջից կինոյի լուսաճառագայթների խրցի
տակ փայփայած ու ապագայի երազանքներով լեցուն 1-2 ժամը։ Բայց այդ երազանքները մնացին այլևս գրեթե չլուսավորվող ակումբի մութ դահլիճում, իսկ աշխարհը փոխվեց անդառնալիորեն։ Իրենք մտքով ապրում են դեռևս հին ու բարի աշխարհում։ Մերի Կոլոլյան, Դավիթ Թամազյան, Ակների ծանկյուն գումարած 3 հեռուստաընկերության համար։